Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգին Սրբո ամեն։ Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին եւ կքննի իմ ճանապարհներն իմ առաջ եւ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք հնդրում եք, եւ ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Սիրելիներ, ուրեմն, քանի որ այսօր մեզ համար ուրախության տոն է, մայրության, գեղեցկության նաև իմաստով, քանի որ հայ առաքելական եկեղեցին տոնում է քրիստոնեության ճանաչման հիմք հանդիսացող տոներից մեկը ավետման տոնը, Սուրբ Աստվածածնի ավետման տոնը։ Ինչպես նկարագրվեց այսօրվա ավետարանի մեջ, որ Մարիամ Աստվածածինը ընտրվելով իբրև ամենաարդար, ամենապայծառ, ամենալուսավոր էակներից մեկը, ամենահավատքով եւ ամենամաքուր էակներից մեկը իր ժամանակաշրջանում այս աշխարհի վրա, հետևաբար Աստված որոշեց, որ իբրև պատգամաբեր նրան պետք է ուղարկի այս աշխարհ, որպեսզի նրա միջոցով փրկիչը գա փրկելու աշխարհը։ Այս պատճառով է, որ այսօր Մաղաքյան մարգարեն անդրադարձ է կատարում իր մարգարեական գրքում դերևս Քրիստոսից 1000 տարի առաջ ասելով, որ ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, ով կքննի իմ ճանապարհներն իմ առաջ եւ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք կփնտրելու եք, եւ ուխտի պատգամաբերը, որին դուք հավատում եք։ Աստվածամայրը դարձավ իբրև պատգամաբերը Տիրոջ, խոստման կրողը, իբրև այն տաճարը, որտեղ բնակվեց Տերը։ Թե որ այսօր Սուրբ գրքում ավետարանական հատվածում այսպիսի մի կետ կար Սամոս 2-ից վերցրած, ինչպես նաև մարգարեական գրքերից դարձյալ վերցրած, որ ասում է, թե դուք բոլորդ Աստծո տաճարներ եք։ Ինչպես գրված է 5 տակարանում, ես պիտի բնակվեմ ձեր մեջ եւ դուք պիտի լինեք իմ ժողովուրդը։ Սա իբրև նշան էր քրիստոնյաների, ովքեր որ պետք է դառնային Աստծո ժառանգորդները։ Չէ՞ որ սկզբում Աստված ընտրել էր հրեա ժողովրդին իբրև իրեն առաջին ժողովուրդ, իբրև սուրբ ժողովուրդ, ինչպես 5 տակարանում է նշում։ Բայց հրեա ժողովուրդը կորցրեց իր դերն ու իշխանությունը, առաջին ժողովուրդը կորցրեց իր օրհնությունը, կորցրեց իր շնորհը Տիրոջ առաջ, եւ Աստված որոշեց այդ շնորհը տալ հեթանոս ազգերին, վերցնել իշխանությունը հրեա ժողովրդից, վերցնել իշխանությունը Աբրահամի սերունդից եւ տալ այն ազգին, որը արժանի կգտնվի։ Եվ այդ ազգերը արժանի գտնվեցին Տիրոջ շնորհը կրելու իրենց վրա։ Իբրև տաճար դարձավ եւ իբրև Աստծո ժողովուրդ դարձավ։ Այդ ժողովուրդը մենք ենք։ Բոլոր այդ հեթանոս ազգերը, ովքեր որ դարձան Հիսուս Քրիստոսի անունը կրողները, քրիստոնյաներ, չէ՞ քրիստոնյա բառը գալիս է Քրիստոսի անունից, Քրիստոսի խորհրդից, Քրիստոսի անվան շարունակողներ իբրև եւ ինչու՞ չէ նաեւ խաչի կրողներ, քանի որ Քրիստոս բառը երբ որ այլ լեզուներով թարգմանվում է, ինչպես նաև քրիստոնյա բառը այլ լեզուներով որ թարգմանվում է, անմիջականորեն կապ ունի խաչի հետ։ Քրիստ։ Ուրեմն դրա համար Աստված ինչ է անում,
խաչի ճանապարհով ընթացող մարդկանց է տալիս իրավունք եւ իշխանություն այս աշխարհի վրա նրա որդիներ կոչվել։ Եվ մենք քրիստոնյաներս իբրև ժառանգորդներ ստացանք Մարիամ Աստվածածնից այդ շնորհը, ինչպես որ յուրաքանչյուր պատարագի ընթացքում ստանում ենք նաև։ Ուրիշ անգամներ եղել է, որ ասել են յուրաքանչյուր տաճար եւ տաճարի խորան, գլխավոր խորան Աստվածամոր անունով է։ Ինչի համար, որովհետև այն կրում է Աստվածամոր արգանդի խորհուրդը, որտեղից որ քրիստոնյան ծնվում է։ Ինչպես յուրաքանչյուր տաճար, երբեք չեք տեսնի, որ այդ տաճարի խորանը լինի քառակուսի կամ եռանկյունի, կամ ուղղանկյունի։ Այդ տաճարի խորանները միշտ լինում են կիսակլոր, որպես արգանդի խորհուրդ։ Ուրիշ անգամներ եղել է, ասել են, որ տաճարի խորանի սուտ սեղանը նաև Աստվածամոր պորտալարի խորհուրդ ունի։ Ոչ միայն հավերժության, դեպի երկինք ձգվող հավիտենության խորհուրդն է, որ մեզ տանում է դեպի երկինք, ոչ միայն երկնային արքայության խորհուրդն է խորանը, այլ նաև երկրի վրա Աստվածամոր արգանդի խորհուրդն է կրում, որտեղ որ պատրաստվում է Քրիստոսի մարմինն ու այրունը, ամբողջ այս պատարագի ընթացքում Աստվածամոր պորտալարից մենք սնվում ենք դառնալով Քրիստոսին քույրեր եւ եղբայրներ։ Այս այ նկատի ունի ավետարանական խոսքը, սա նկատի ունի հինգտակարանական մարգարեական խոսքը, որ ինչպես օրինակ Զաքարիա մարգարեի շուրթերով էլ ասում է. «Խնդա եւ ուրախացիր դուստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ եւ կբնակվեմ քո մեջ», ասում է Տերը։ Եվ այդ օրը շատ ազգեր կապավինեն Տիրոջը եւ կլինեն նրա համար ժողովուրդ եւ կբնակվեն քո մեջ։ Այսինքն մենք ամեն անգամ, երբ որ ճաշակում ենք Սուրբ Հաղորդությունը, Տիրոջով բնակվում ենք Աստվածամոր մեջ, կրելով Աստվածամոր մայրական շնորհը, կրելով Աստվածամոր մայրական գորովը, կրելով Աստվածամոր օրհնությունը։ Դրա համար Աստվածամայրը հասարակ մեզ համար ամենամեծագույն, ամենալուսավոր Սուրբ Էակն է համարվում, մայրության թագուհին է համարվում, իբրև օրինակն է համարվում։ Այն կանայք, ովքեր որ ուզում են նմանվել Աստվածամորը, ուրեմն այդ կանայք ավելի են մոտենում այն շնորհին, որը Աստված ուզեց տալ իրեն հավատացող զավակին։ Իսկ այն մարդը, ով որ ապավինում է ինքն իրեն, այն մայրը, ով որ ապավինում է ինքն իրեն, ով որ իր երեխային կրտում դաստիարակում է, իր տան մեջ իբրև մայր, իբրև քույր, իբրև կին, ինքը իրենով է ուզում ինչ-որ մի բան անել, ուրեմն կորցնում է Աստվածային շնորհը։ Դրա համար այն կինը, որը ունի Աստվածամոր առաքինությունը, իր ընտանիքը անում է։ Իսկ այն կինը, ով որ չունի Աստվածամոր առաքինությունը, ով որ իբրև օրինակ իրեն չի ծառայեցնում Աստվածամորը, այդ տունը խարխում է։ Մենք անգամ ունենք շատ մայրեր, քույրեր, ովքեր որ կրում են Աստվածամոր անունը, Մարիամ անունը։ Ճիշտ է, շատ անուններ Մարիամ անունից են ծնված, Մարիամն է Մարիամ անունից, Մարիներ է Մարիամ անունից։ Բայց գլխավոր նպատակը որն է Մարիամ անվան, որ կրում է մարդը իր վրա։ Որտեղ անունը մեծագույն նշանակություն ունի առասարակ մարդու վրա։ Եթե ցանկացած մեկ մարդ, որ անուն է կրում իր վրա, այդ անվան տերը պետք է կանգնի։ Դրա համար հին ժամանակաշրջանում չկար այսպիսի սովորություն, որ երեխան ծնվեր, տանեին պետության որևէ մեկ դուռ եւ այնտեղ վկայական հանելուց տնեին անուն։ Եվ իրականության մեջ է, ծնողները չէ որ երեխային անուն էին տալիս։ Մինչև այդ երեխային տաճար չտանեին, մինչև երեխային չծային տաճարին, մինչև տաճարի մեջը չորոշվեր, թե այդ երեխան ինչ անունով պետք է կնքվեր,
Մինչև որ Սուրբ Հոգու շնորհը չդար եւ չթելադրեր եւ չասեր, որ այս երեխային այսինչ անունով պիտի կոչեն։ Մինչև եկեղեցու մարգարեն առաջնորդը հոգևորական մեր քրիստոնեական ժամանակաշրջաններում մինչև չէին ասում, որ այս մանուկին այս անունով պետք է կոչեն, ծնողները իրավունք չունեին ինքնաբերաբար խելքից փչած անուն տան։ Այսօր ամեն մեկը ինչ տեսակի անուն ասես տալիս։ Առանց հասկանալու, առանց միտքը, առանց գաղափարը հասկանալու։ Ով ինչ անուն ասես տալիս։ Ինչ խայդարակ անուններ ասես կան։ Երկրի վրա։ Եվրոպական, ոչ եվրոպական, շիլաշոկոտ, խառնած 4-5 անուններից պոչեր կծրած, սարտած, ասենք ինչ-որ մի բան է սարտած։ Մագի, մեգա, մուգի, լիգա, լուլու, լալա, չգիտեմ ինչ։ Այդ երեխեն հիմա ինչ պիտի մեծանա, լուլու պիտի մեծանա, այդ երեխեն լալա պիտի մեծանա։ Զենք սա ինչ, թլոշ անուններ։ Նշանակում է, որ այդ երեխեն մտավոր հետամնացում ունեցան։ Որովհետև այդ անունները, որոնք որ այսօր կան, կիրառում ենք մենք, մեր երեխաների վրա, այդ անունները խորհուրդ չունեն, իմաստ չունեն։ Բացեք Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ, տեսեք ինչ կա այդտեղ։ Աստվածաշունչի մեջ բոլոր անունները խորհուրդով են դրված, բոլոր անունները իմաստ ունեն։ Աստված, երբ որ ինչ-որ մեկին մի անունով կոչել է, դրան հետևել է դրա խորհուրդը։ Մեկին կոչել է Աբրահամ, որ նշանակում է առաջնորդ։ Մեկին կոչել է, չգիտեմ, Հովհաննես, որը կոչվում է Աստծո լույս, Աստծո ճանապարհ։ Հիսուս Քրիստոս էլ ասեց, չէ, Հիսուս Քրիստոս անունը անուն չէ իրականության մեջ, այլ բացատրություն ունի։ Օծյալ, Աստծո փրկիչ։ Էմանուել ինչ է կոչվում։ Էմանուել, որ դնում ենք մեր երեխաների վրա էլ է, չէ՞։ Էմանուել ինչ է։ Էմանուելը բացատրություն է։ Աստված մեզ հետ։ Այսինքն ամեն անուն իր խորհուրդն ունի։ Պետք է այդ երեխան կրի այդ խորհուրդը, այդ իմաստը։ Այլապես, եթե երեխայի վրա դրեցինք մի անուն, որ իմաստ չունեցավ, այդ երեխան անիմաստ կմեծանա։ Կլինի դժբախտ։ Հետո էլ պիտի կանենք ասենք, թե մեր երեխան ինչի է այսպես դժբախտ, ինչի է այսպես ծախորդ։ Մյուսները հաջողակ են, մեր երեխան անհաջողակ է։ Այս աշխարհում բոլորի համար տեղ կա, մեր երեխայի համար տեղ չկա։ Եվ հետո էլ ինքը պիտի մեծանա, պետք է անիծի իր բախտը։ Ես ինչ բախտի արժանի դարձա։ Ինչի համար, որովհետև ճիշտ անուն չէ, որ դնում ենք տվյալ մարդուն։ Պետք է գիտակցենք, թե ինչ անունով ենք առաջնորդել այդ մարդուն, որպեսզի այդ շնորհը կրի այդ մարդուն։ Հիմա չհեռանանք խորհրդից կամ իմաստից։ Յուրաքանչյուր կին, քույր կամ մայր, որ կրում է Մարիամ անունը կամ Մարիամից բխող այլ անուններ, որոնք որ արմատը հենց մայր բառն է։ Մարիամ բառի հիմքը մայրը։ Ուրեմն պետք է կրի այդ շնորհը իր վրա ամբողջ կյանքի ընթացքում, չպետք է հրաժարվի դրանից։ Ոչ թե որ անունը իր վրա է ու պրծավ, որպեսզի անունը կոչեն եւ ինքը լսի հետևի։ Անունը տան, որպեսզի իմանա, որ իր մասին է շրջվի։ Դրա համար չէ այդ անունը։ Այդ անունը տալիս է, որ ապրի այդ անունով։ Շնչի այդ անունով։ Հիմա Մարիամ անուն կրողը, կամ ինչպես ասեցինք, Մարիամ բարի արմատները ունեցող բոլոր կանանց անունները, ովքեր որ ունեն Մարիամե, Մարինե, Մարի, Մարիաննա, ուրեմն այդ բոլոր կանայք եւ աղջիկներն ու քույրերը պետք է նմանվեն Աստվածամորը, առավելաբար իրենք պետք է նմանվեն Աստվածամորը։ Այլապես իզուր է այդ անունը իրենց վրա։ Եթե իրենք սուրբ ու մանկուր չպետք է լինեն այս երկրի վրա, ինչպես Աստվածամայրն էր, ուրեմն իմաստ չունի այդ անունը կրել իրենց վրա։
Դրա համար Աստված ընտրեց Մարիամ Աստվածածին իբրև իր որդու մայր։ Դրա համար Քրիստոս բնակվեց հոգով Մարիամի մեջ, որտեղ տեսավ նրա մեջ այն առաքելությունը, տեսավ նրա մեջ այն շնորհը, մայրական այն մեծությունը տեսավ, որին արժանի կրավ։ Հիմա Աստված է մեր մեջ է բնակվում նույն խորհրդով, նույն նպատակով, նույն իմաստով։ Մենք չգիտենք, որ դուք Սուրբ Հոգու տաճարներ եք։ Մենք Աստված ամեն մեկից մեջ գալիս բնակվում է մկրտության ժամանակ։ Երբ որ մկրտվում ենք, Աստված գալիս բնակվում է մեր մեջ, ինչպես որ բնակվեց Մարիամ Աստվածածնի մեջ։ Եվ եթե մենք մեր անվան շնորհը կրողը չեղանք, ուրեմն շատ շուտ Աստված կարող է լքել մեզ։ Եթե տեսավ, որ այդ շնորհը չես օգտագործում, կլքի քեզ։ Եվ դու կմնաս անտեր։ Իրապես անտեր։ Տերը կգա կբնակվի քո մեջ կդառնաս տիրով, բայց երբ որ քեզանից հեռացավ կմնաս անտեր։ Ուրեմն այսօր ավետման տոնի գլխավոր նպատակն ու իմաստը որն է, որ գիտացեք, որ ամեն մեկս իբրև քրիստոնյա, քրիստոնյայի անունը որ կրում ենք մեզ վրա, նշանակում է, թե Աստծուն ենք բնակեցնում մեր մեջ։ Ավետման տոնի նշանը նրա համար էր տարածվեց ամբողջ աշխարհում, նրա համար կարևորագույն տոն է անգամ 40 պարտքի շրջանում միշտ հանդիպում է ավետման տոնը 40 պարտքի շրջանում։ Ինչի համար, որովհետև ավետման տոնը քրիստոնեության փառքի հռչակման սկիզբն է։ Նախ եւ առաջ պետք է ճանաչենք մենք Տիրոջը, հետո նոր ընդունենք Տիրոջ հարությունը, չէ։ Պետք է տոնենք Տիրոջ հարությունը, որ մեր փրկությունը հռչակենք։ Հետո նոր հասկանանք, թե ինչպես Աստված այրունով փրկագնեց մեզ։ Սկզբում պիտի հասկանանք, թե Տերը ինչ ճանապարհով եկավ, ում միջոցով եկավ, ով բերեց, ինչ շնորհով տրվեց մեզ։ Հետո նոր կարողանանք հասկանալ, թե փրկությունը որտեղից է գալիս, ինչպես պետք է փրկվենք։ Դրա համար միշտ ավետման տոնը ընկնում է 40 պարտքի շրջանի այս հատվածում։ Եվ ճիշտ է, քանի որ ինքը մեծագույն տոն է եւ բաց վարագույրով պատարակ է մատուցում է այդ պատարակը այն իմաստով, որ այն խոսքը ասվի Սուրբ Սեղանից, որ իմանանք, որ մենք ավետման տոնին ամեն անգամ հաղորդակցվում ենք Տիրոջը լրակյաց կերպով։ Անգամ պահոց շրջանի մեջ։ Չէ՞ որ 40 պարտքի շրջանը վարագույրը որ փակ է, հին կտակարանի նոր կտակարանի խորհուրդ։ Հին ուխտի նոր ուխտի խորհուրդ, հին մարդու նոր մարդու խորհուրդ։ Սուրբ Խորանը համարվում է երկնային արքայությունը, նոր կյանքը, հարությունը։ Իսկ Ատյանի եկեղեցու մնացած հատվածը հին կտակարանն է, հին մարդն է, հին վայրն է, մեղավոր տեղն է, աշխարհն է, որտեղ որ Քրիստոս իջավ։ Դրա համար ավետման տոնի վարագույրը միշտ բաց է պատարակ մատուցում, որ ցույց տա ևս մեկ անգամ Աստված եկեղեցին, որ մենք Աստվածավոր միջոցով Տիրոջ հետ հաղորդակցության մեջ ենք։ Եվ բնակվում ենք Աստվածավոր մեջ, եւ Աստվածավորի մոր շնորհիվ դառնում ենք Հիսուս Քրիստոսին որպես եւ քույր եւ եղբայր, եւ Աստվածավոր նման Աստծուն կրում ենք նաեւ մեր մեջ իբրև տաճարներ։ Եվ այդ տաճարը պետք է մաքուր լինի, որ կրենք։ Պետք է ապաշխարենք, ապաշխարության շրջանը դրա համար արտադրած, որպեսզի մաքրենք, որ Աստվածամոր նման արժանի լինենք Տիրոջը կրելու մեր մեջ։ Այս դրա համար է, որ այն նաև մեր մայրերի, քույրերի տոնն է։ Շատ քչերս ենք այսօր դա հասկանում, շատ քչերս ենք դա ընկալում։ Մեր ազգի 90%-ը դա չի գիտակցում։ Մեր ազգի 90%-ը մարդու գիտակցում։
Մարտի 8 կոմունիստական տոն։ Ուրիշ անգամներ է եղել դեպի ասել ես։ Ապրիլի 7-ը միշտ ծվերի մեջ է։ Մարտի 8-ի տոնում վերջացնում են կանանց շնորհավորում են, չեն շնորհավորում, ապրիլի 7-ը ծվերի մեջ։ Անգամ պետականորեն մարտի 8-ը անգամ կարող է լինել ոչ աշխատանքային, բայց ապրիլի 7-ը լինել աշխատանքային, ինչպես է սուր։ Ապրիլի 7-ը աշխատանքային։ Սա ինչ է ցույց տալիս, ցույց է տալիս մեր ազգի տկար ուժերը, ցույց է տալիս, որ մենք կամովին հրաժարվում ենք Աստծուց, մենք կամովին հրաժարվում ենք Տիրոջ ներկայությունից մեր մեջ։ Ուրեմն այն խոսքը մարգարեական եւ Մաղաքիա մարգարեի եւ Զաքարիա մարգարեի խոսքը, որ ասում է այսօր պետք է գամ բնակվում քո մեջ, աչքդ լույս, ով Սիոն, որովհետեւ այն փառքը, այն հրաշքը, այն լույսը, որ տեսավ Աստվածամայրը, Աստվածամոր ճանապարհով այդ լույսը տեսան բոլոր քրիստոնյաները։ Ուրեմն մաքրեք ձեր տաճարները, որպեսզի Աստված գա բնակվի ձեր մեջ, մաքրեք ձեր մարմինը։ Իսկ այսօր մեր ազգը արդյոք մաքրում է իր մարմինը, որ Աստված գա բնակվի իր մեջ։ Մի հատ էլ Աստծուց շնորհ է խնդրում, մի հատ էլ Աստծուց պարգև է խնդրում, մի հատ էլ Աստծուց չգիտեմ ինչ է ուզում։ Չի խնդրում մեր ազգը այսօր, չի էլ հիշում, չի էլ տոնում, ուր մնաց է խնդրի Տիրոջը, որպեսզի Տերը գա բնակվի իր մեջ։ Այդքան արժանինքներ չի գտնում, որ Տերը գա բնակվի իր մեջ։ Բայց ինչ են ուզում էլ Աստծուց։ Մեզ համար երկրորդական տոններն ավելի կարևոր են, քան գլխավոր առաջնային տոնը։ Հիմա կարող եք դուրս գանք 10 հոգու մարդ տեսնենք, 10 հոգուց մի հոգին, երկու հոգին կարողանա, հասկանա, իմանա, կիսատ պրատ մեկ կամ երկու նախադասության բացատրել ավետման տոնը ինչ։ Կարող է իմանա, կանանց միանցյալի ավարտն է, ինչ լավ է պրծանք, թե ինչ էին արել, որ մի հատ է պրծանք։ Մի հատ է կանենք ասում, թե հատ է, կանանց գեղեցկության տոն է, կանանց տոնն է։ Ուղղակի թեթևակի։ Բայց քրիստոնյա ենք համարում, մենք ինքներս մեզ համարում ենք քրիստոնյա, խաչակնքվող ենք եւ քրիստոնյա ենք համարում, մեզ հավատացյալ ենք համարում, բերեք դուրս գանք 10 հոգու փողոցում, ում բռնցնենք, ովքեր որ պատարակի խորհուրդ չգիտեն ինչ բան է եկեղեցի գնալը, չգիտեն ինչ բան է, տարվա մեջ մի անգամ, երկու անգամ եկեղեցի մտնեն, չմտնեն, երկու անգամ բառեն, չբառեն, այս տեսակ մարդկանց, թեկուզ եկեղեցի շատ հաճախող մարդկանց մեջ էլ կան շատերը, որ հարցնես ապրիլի 7-ը ինչ տոն է, կարաս երկու նախադասության բացատրես, իմաստը խորհուրդը ես քո պատկերացնում։ Չգիտեմ, որովհետև Աստվածաշունչի կարդացել, եւ չգիտի, որ Աստվածաշունչի այսօրվա այդ հատվածը Լուկասի ավետարանի, որ ասում է, թե Գաբրիել հրեշտակապետը երևաց Մարիամ Աստվածածին, ով 14 տարեկան մի աղջնակ էր, 14 տարեկան։ Այսօր մեծ կինը այդքան չի հասկանում։ Այսօր մեծ կանայք այդքան չեն հասկանում։ Ինչպես սկզբում են ասեցի, Մարիամ անունը կրող մարդիկ չեն հասկանում։ 14 տարեկան աղջնակը, բարձ, մաքուր, շիտա, դեղատի։ Եվ բնականաբար մեզ համար է 14 տարեկան անչափահաս, չէ՞։ Եկեղեցական իմաստով անչափահասությունը 14 տարեկանում լրանում է։ Բայց պետական իմաստով, աշխարհի իմաստով 14 տարեկանը դեռ անչափահաս։ Հիմա պատկերացնենք այդ անչափահաս կարգավիճակով դեռատի աղջիկ։ Ով ծնգած աղոթում էր։ Հələ տեսեք, այսօրով որ մեկ երեխան է 14 տարեկան, այդպես շերմերան աղոթում։ Որ մեկ 14 տարեկան երեխային ենք այդպես սովորեցրել։ Շատ քիչ է։ Մատների վրա կարծես։ Եվ աղոթքի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը հայտնում է, ասում է Մարիամ, շնորհք է։ Ապշում է Մարիամ։ Ինչի մասն է խոսքը։
Ասում է դու պիտի հղիանաս, մի որդի պիտի ծնես, նրա անունը Հիսուս պիտի դնես։ Ասում է, բայց ինչպես։ Չէ որ ես տղամարդ չեմ ճանաչում։ Այսինքն չէ որ ես ամուսնացած չեմ։ Հասկանում է հրեշտակը միտքը, Աստված հասկանում է։ Մարիամ Աստվածածնի միտքը, բայց չի բարձրանձայնում Մարիամը։ Այդ ամեն ինչը բարձրացած չի ասում, որ դա ինչպես կլինի։ Մտողի ասում։ Մայ քեզ ոնց ջեղոց է։ Եվ հրեշտակն ասում է, գիտեմ ինչ ես մտում։ Սուրբ Հոգին է գալու բնակվի քո մեջ։ Եվ շատ ազգեր քեզ երանի են տալու։ Շատ ազգեր քեզանով են ապրել։ Որտեղ քո մեջ բնակվողը սուրբ է եւ Աստծո որդի է։ Մարիամը ցնցում է։ Ես ինչ ասեց։ Աստված գա բնակվի իմ մեջ, ես այդքան արժանիք ունեմ։ Հիմա ցանկացած Մարիամ անուն կրող աղջիկ մկրտությունից հետո կամ երբ որ գիտակցական քրիստոնյա է դառնում, արդյոք գիտակցում է, որ ինքը եթե քրիստոնյա է ու կրում է Մարիամ անունը, ուրեմն Աստված է գալիս բնակվում է իր մեջ, ինքը այդպես ցնցում է, ինքը պես պատկերացնում է, որ ինքը Մարիամ անունն է կրում, ինքը Աստվածամոր հետևորդ է, ինքն էլ Աստծուն կրող մարդ է իր մեջ, արդյոք պահում է այն շնորհը իր վրա, ինչ որ Աստված իրեն տվել։ Ինչպես որ Մարիամ Աստվածածնը տվեց, կրեց։ Եվ ասեց թող խոսքի, Տիրոջ խոսքի համաձայն։ Ինչպես որ Տերը ասեց, ուրեմն այդպես է թող։ Ես համաձայն։ Չմտածեց ոչ խայտարակության մասին, նայեք, ոչ ամաչելու մասին, 14 տարեկան աղջիկ էր։ Ընդ որում հրյա միջավայրում կինը հղիանա առանց որևէ ամուսնության, գիտեք դա ինչ էր, խայտարակություն, հրապարակով կմառեին։ Բայց Մարիամը իմացավ, որ Աստված է իր թիկունքին կանգնած։ Ինչ լինում է թող Տիրոջ կամքը։ Որ մեր մայրերն են այսօր, մեր քույրերն են այսօր, նույն իմաստով, նույն խորհուրդով պիտի արժեն։ Իրենց ընտանիքները կառուցելու ժամանակ։ Աստծուն ապավինելով, հույսերը Աստծո վրա կապելով, ոչ թե իրենց քմահաճույքով, ոչ թե իրենց սրտի ցանկությամբ, այլ Աստծո կամոք պետք է առաջնորդվեն։ Կրթության մեջ, շնորհի մեջ, իբրև քույր լինելու մեջ, իբրև մայր լինելու մեջ, իբրև կին լինելու մեջ, իբրև ընտանիքի տնտես լինելու մեջ, քանի որ յուրաքանչյուր կին ընտանիքի տնտես է։ Եվ դրա համար, եթե ընտանիքի մեջ կինը իր տեղում է, այդ ընտանիքը ամուր է։ Եթե կինը իր տեղում չէ, այդ ընտանիքը ամուր չէ։ Ընտանիք կառուցողներ է կինը, ընտանիք քանդողներ է կինը։ Աշխարհին շնորհ բաշխողներ է կինը, աշխարհին շնորհից զրկողներ է կինը։ Իզուր չէ որ մենք ավելի մեծ ենք հասկանում, ավելի մեծ ենք գիտակցում այդ մայրական գաղափարը, չէ՞։ Մայր հայրենիք են կոչում, հայր հայրենիք չեք ասում։ Մայր հայրենիք, մայր հող, մայր եկեղեցի, մայր օջախ։ Ուրեմն ամեն ինչ կապում ենք մոր հետ, մայրենի լեզու։ Ամեն ինչ մորից ենք սկսում, որովհետև մեր հույսը մայրը, մեր առաքինության շնորհը մորից է, մեր կրթությունն ու դաստիարակությունը մորից է, մեր ազգ լինելու շնորհը մորից է գալիս։ Ուրեմն դրա համար այսօրվա ավետման տոնը մեզ
եւս մեկ անգամ ուզում ես թափեցնել մեր մայրերին, քույրերին, մեր կանանց, որ նրանք ովքեր որ կրում են այդ բուսե շնորհն իրենց վրա մայրության, ուրեմն պետք է փորձեն նմանվել Աստվածամորը։ Իսկ նրանք ովքեր որ ձգտում են նմանվել Աստվածամորը, ուրեմն թող Աստծո շնորհը նրա վրա կրկնագին։ Եվ միշտ գիտացին, որ Աստված իր մեջ է, իր կողքին է։ Եվ նրա միջոցով է, որ այս ազգը ազգ է դառնում։ Նրա միջոցով է, որ այդ հայրենիքը հայրենիք է դառնում։ Պետք է գիտացին, որ իր միջոցով է, որ իր տունը տուն է դառնում։ Իր շեմը շեմ է դառնում։ Ուրեմն նրա համար հայցենք Աստվածամոր բարեխոսությունը մեր բոլոր կանանց, քույրերի, մայրերի համար, թող շնորհավոր լինի բոլոր մեր մայրերի, քույրերի եւ կանանց տոնը, առավելաբար երանի թե մենք լինեինք այն ազգը, որ այս գեղեցիկ տոները մեզ համար լինեին ուրախության տոներ, պրազնիկ, ինչպես ասում են, չէ՞, ռուսները, մեզ համար պրազնիկ տոներ, չուրանայինք այս տոները, երկրորդական տոներին աշխատեինք, գլխավոր կարևորագույն տոներին չաշխատեինք։ Եվ մանավանդ այդ տոները, որոնք որ անմիջականորեն կապված են Սուրբ Գրքի հետ, անմիջականորեն կապված է Աստծո հետ, անմիջականորեն կապված է եկեղեցու հետ, լինեինք եկեղեցու կողքին, եկեղեցու մեջ, Աստծո հետ, Աստծո կողքին։ Աստծուն ավելի մոտ, որպեսզի մեր շնորհն ավելի մեծ լիներ, որպեսզի Աստված մեզ ավելի շատ գտար, մեր մեղքերին ավելի շատ թողություն տար, մեզ ավելի շատ հնարավորություն տար այս աշխարհի վրա անիրավ ապրելու, արարելու, ստեղծելու, հաջողություններ բերեր մեզ, մեր դրանշեմը միշտ ամուր մնար, մեր հայրենիքի սահմանը միշտ ամուր մնար։ Ուրեմն այն օրը, երբ որ մենք սա գիտացեք, ուրեմն այդ օրն էլ Աստված կգա ու լիարժեք կգնա մեր մեջ, իբրև տաճարներ։ Ուրեմն հայցենք Աստվածամոր բարեխոսություն այս իմաստով եւ խնդրենք Տիրոջը, որպեսզի մեր մայրերին, քույրերին, մեր կանանց մեծագույն շնորհներով, զարդարանքներով եւ Սուրբ Հոգու շնորհներով լցնի այժմ եւ հավիտյանս